Այս իմ փոքրիկ անտենայով սկսում ենք Բոստոնի վլոգը, իմ փոքր սենյակից, որի ռում տուրը հետո կտեսնեք։ Այս լույսը, ահա, հոնցնեց չեմ բերել։ Այս 7 տարի է, ես տենցել եմ Բոստոնի վլոգը, որ խոսքի է տվել, չկարողացա մոնտաժեմ։ Մնաց, քիչս վիրատեցի, թե ինչ է կատարվում այս վլոգի մեջ, կարճ կտեսնեք։ Այսօր նոյեմբերի 12-ն է, 2025 թվական, ու հիմա սկսում ենք իմ սենյակի ռում տուրը։ Ոնց որ շատ փոքր ստուդիո է, մեծ կրավատ, փափուկ բարձր, որը որ պաշտում եմ ուղակի, հուսամ փափուկ է։ Ոյ, ոչինչ։ Ու էս քարա, էս դուք չեք համոզի, որ մեջը ոչ ջան, լույսը միացնում ենք ու շարունակում ենք մեր ռում տուրը։ Բոստոնի գները, ոյ, մինչև այս տեղը գտել եմ։ Ուրեմն, սկսենք այս անկյունից։ Ինձ դուր է գալիս, որ սենց ամեն բանը, ճիշտ է, հենց հյուրանոց չի, բայց ամեն բանը մտածած է։ Այս ես եմ իհարկե բերել, չմտածեք ստեղ նուտելա է դրած։ Սուրճի այս ապարատը կապսուլաներով, թեյը իր սենց սիրուն դրած է, որը մջելի սենց հյուրանոցի նման դրել են ու իհարկե բանա գումարով, անվճար չի։ Այս ես եմ հետս բերել, այս փողակը։ Ստեղ բանն է, որ կախել եմ արդեն շորերը։ Բրիտվա, ատամի խոզանակ, տապճկաներ մեկ անգամյա օգտագործելու, դրանք վճարով են։ Զուգարան բաղնիկ։ Ստեղ արդեն իրերս մի քիչ դրել եմ։ Այս հատվածը լողանալու մի քիչ բան է, փոքր է։ Այս թուղթն է զուգարան, ասում ես ինչ կծիկ է ստեղ դրած։ Վարդ։ Մի խոսքով էսել, բարի լույս, զարդնել եմ մի 15 րոպե առ։ Դրսում ահավոր ստեղ ցուրտ է, չգիտեմ, 1 աստիճան, 3 աստիճան, բայց feels like -10, որովհետև քամի է։ Այսօրվա առաջին outfit-ը այս սև շալվարն է։ Չեմ ասում առաջին, որովհետև այսօր Բոստոնում դեյթի ենք, հագնում ենք այս մեծ հուդին։ Պատրաստ չենք, ոյս ցրտին հոգնվեց չի։ Մի հատ այս տրավմադրությունը նայեք, այս բոստոնյան հենց շենքերի, այստեղ եմ մնում։ Եղանակը գնահատում ենք 10-ից 4։ Ուրեմն Բոստոնում ի տարբերություն մյուս այդ քաղաքների, որ Ամերիկայում եղել եմ, շատ հարմար է ճամփորդելը, տրանսպորտը շատ լավ է աշխատում, տրամվայ կա, ավտոբուսներ, տեղ վերցրել եմ այս Charlie քարտը 7 օրվա համար, արժի $22 կարծեմ ու անսահմանափակ ավտոբուս ու տրամվայ կարամ նստեմ։ Իջել եմ Այն գնում ենք ընդեղ, Boston Public Garden-ը, հասան։ Այստեղ մի հատ փողոց կա, սենց է կոչվում, Բոստոնյան տրամադրությունով, ու արանքում հենց է տալա, որ ինչ-որ մի տեղից մյուս կետն ես քայլում, սենց ընդհանուր քաղաքը կարողանում ես տեսնես։ Լրիվ էս բանն է, նույն մուտն է շենքերով։ Հələ ինչ cute է։ Էս է այդ փողոցը, սենց նեղ, որ ասեմ շատ առանձնանում է մյուս փողոցներից, ու ասեմ այս հաստատ սենց տուրիստները պետք է գան, այդքան չէ, սենց էլի շատ սիրուն է, բայց
Այս ամբողջ թաղամասը նույն ձև է փողոցները շատ սկսեց տեղ թեթև անձրև գալ։ Հիմա գնում եմ Macy's, ինձ պալտոնայինք, որովհետև այս սրանով շատ ծոր։ Սենց թենենց ինձ պետք է ոնց որ նոր վերարկու վերցնեի։ Սենց երկար, տանք, սիրուն վերարկու։ Այս էլ եմ շատ հավանում, այս ֆորման, բաղտիսվել է 60% սեղջ։ Մի բան, որ ստեղ այս թրեփի ժամանակ հասկացել եմ, սովորել եմ, այդ վերարկուները ու առհասարակ շորերի մատերիալները նայելն է 100% պոլիեստեր։ Այս մեկը էլի վատը չի, չնայած կուզեի այս բանը չլիներ, այս 60% կարծեմ հենց բուրդ է։ Վերարկուների դրախտ է, ամեն ձևի գույնի, հուսամ կկարողանամ գտնեմ, որովհետև տարբերակները ոնց որ թե շատ են։ Չգիտեմ, ասեմ, որ սիրահարվել եմ, քիչ, այս ինչ լավն է, $299։ Կտորը սենց բանթի կտոր չի, չգիտեմ ոնց բացատրեմ, բայց այս պալտոներ կա է, որ սենց վրեն զիբիլ է հավաքում, սենց որ նայում ես տեսքը սենց այս առանց գոտի գույնը մի հատ ձևը տեսնեք, գոտիով, այս էլ սևն է, այս էլ եմ շոտ հավանում։ Լավ նորություն, պալտոն որոշեցի վերցնեմ սևը։ Վատ նորություն, ստեղ Բոստոնում չկա այս, պատվիրեցի մի անգամից, որ գնա հոգրենց տուն, ընդեղից գնա վերցնի։ Այս դեմքի խնամ կոսմետիկա այդ բաժինն է, չի համար Ամերիկան նաև շատ սիրում եմ, էդ էնա, որ ստեղ ամեն շատ հասանելի է։ Թեկուզ օրինակ հիմա ցույց տամ ստեղի զեղչերը, նոր տարի է գալիս եւ այլն, բանը սենց գիտեն ինչ անել։ Սենց սեթ են հավաքել Clinique brand-ից, այս ամբողջը $65, բայց իրա ներսի էս բոլոր ապրանքները, պրոդուկտները, եթե առանձին առնեինք, 269։ Ու այս նվեր տուփերը ես շատ եմ սիրում, Եվրոպայում եմ տեսել, բայց այդտեղ սենց չգիտեմ, ավելի ինձ թվում է ժանը։ Մյուս առավելությունը նա է, որ լիքը զեղչեր կան, ու սենց զեղչ ասելով լավ զեղչեր։ Cute։ Հիմա պատրաստվում եմ, որ գնամ այսօրվա ժամադրությանը։ Ոյ։ Ոնց որ թե պատրաստենք։ Ոյ։ Բայց մեկը ուշանում էի, դրա վրա իրան գրեցի, որ կարանք մի 15 րոպե ավելի ուշ հանդիպենք, ասեց, «Օ, ես քեզ էի ուզում ասեի ուշ հանդիպենք»։ Ու էլ ավելի լավ բան, ասեց, որ կարանք կես ժամ ավելի ուշ գնանք։ Ոյ, ասեն շոտ, պետք է ես դիեթի գնամ։ Ուրեմն երկու տեղ ենք այսօր գնալու, առաջինը բարա համաուտելիքներով, խմիչքներով, երկրորդը ջազ բարա։ Սենց էս գույնին քիչ շոտ եսին։ Նայեցի այնտեղ սենց շատ հասարակ են հագնում, այսինքն տենց ինչ-որ ֆենսի բար եւ այլն չի։ Ոյ, ասեք որ տեսքս նորմալ է։ Հələ հանգստացյակն ես։ Այման power bank, որ հեռախոսից չանջատվի։ Լոկացիան, որտեղ որ վայրը գտնվում եմ, live լոկացիան, միշտ ընկերներիս հետ կիսվում եմ, որ միշտ ունենան։ Հուսամ սիրունա ու հետաքրքիր կլինի date ընդհանուր շփվել, բան թեմաներ կլինեն։ Որ սենց նայում եմ օքեյ է, հա։ Այն սենց որ awkward լռություն ա լինում, չգիտես ինչ խոսես եւ այլն, բայց նույնիսկ ինչ ժամանակ լավ, հիմա չի ստացվում, այ քեզի։ Yes, թարթիչները, ես ասում եի, չէ։ Բայց շատ լավ արծում։ Սենց ահավոր հետաքրքիր, շատ սիրուն, կանեց ավելի սիրուն է։ Եկել եմ զուգարան, ուզեմ ասեմ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ շատ լավ է։ Սենց աշխարհում ինչ թեմա կա։ Ոնց հասկացաք, դեյթը շատ լավ է անցել, հիմա համ մեյքափան մաքրենք, համ տենց թեթև Թաթ խոսել ենք ու շատ տարբեր թեմանից, աշխարհում երևի տենց թեմա չի եղել, վայ, բացի են խոսելը, ինքան ենք խնդացել, այդ իմ համար շատ կարևոր է, նույնիսկ եթե տենց դիմացին շատ հումորով չի, եթե դու իմ հումորների վրա խնդում ես, Պլյուս 3 միավոր։ Դեյթի կարևոր կետերից ինչի վրա ուրախադրություն դարձնում։ Նախ առաջինը, որ դեյթեր կան, չէ, որ գնում ես մենակ դու ես հարցեր տալիս, դիմացինը ոչ քեզ անհետաքրքրված է, անդադ իր մասին է խոսում։ Այս դեպքում սենց շատ բալանսը լավ պահում էր։ Համ ինքն էր խոսում, համ ես էի խոսում, սենց անդադ ինչ որ հարցեր էր տալիս, Հայաստանի հետ կապված ոնց որ հետաքրքրվում, իմ հետ կապված, մի խոսքով սենց շատ ընդհանուր լավ գնում էր խոսակցությունը։ Բացի այդ շատ ուշադիր էր նրբանկատեր ինչ որ հարցերում, ջենդեր
որտեղ մենել, որ իմ համար հիմա ասենց շատ կարևոր կետ է դիմացինի մեջ օրինակ հաշիվը վճարելը, վայ, երբ որ ինձ ասում են 50-50, քրին, ես այդ մարդու հետ էլ դեյթի չեմ կարա դուրս գալ, մի անգամից ֆրենդզոնը։ Իսկ ինքը հետ հարցում, ասես մի հատ մեծ պլյուսին, հետո մոտեցին հաշվի իրան, ու առաջ ինչ-որ բան ասելու, քարտը մոտեցրեց, վճարեց, всё։ Եկել եմ Sally Beauty, այս խանութի մասին TikTok-ով եմ իմացել ու քանի որ ես էլ չեմ ուզում միլիոններ ծախսեմ մազերս ներկելու համար, որոշել եմ շանս տամ այմեր տուփով։ Եկել եմ հուսամ, չգիտեմ, նենց գույն կընտրեմ, որ կստացվի ու մազերս չի կարմերի, այն որ կարմերոտ կարիճների ա լինում, այդ չենք ուզում։ Ուզում եմ նախ ես հասկանամ ինչ երանգ եմ ուզում, այ սենց մուք երևի, հո, շատ սլեյ գույնը։ Հիմա պետք է հասկանամ ինչ խառնեմ, ինչ անեմ, իրանցից կհարցնեմ, որ կարմերոտ գույն չստացվի։ Բլոնդից փոխվեցի, շատ մուք էր եղել ու վախեցել էի, տենց չի հավանում այդքան, բայց հիմա ավելի մուք եմ ուզում։ Ընտրել եմ իհարկե իրանց օգնությամբ կարմիր տոնը հանելու համար այս Ash Brown-ն են առաջարկել, որ մեջը կանաչ կա ու ոնց որ նեյտրալիզացնում է կարմիրը, so տեսնենք։ Thank you so much, you too, bye. Ես մոռացել եմ, որ vlog պետք է նկարեմ, սենց սիրուն տեղեր եմ գայս նոր Quincy Market-ի մոտի, հեսա ցույց տամ։ Եկել եմ այս գետի հատվածը, որը որ ստեղ ոնց որ նավահանգիստ է, մոռացել եմ vlog-ում, այսպես վիդեո եմ նկարում։ Իհարկե կարար ավելի լավ մայրամոտ լիներ, բայց էլի գոհենք։ Սենց քայլում եմ, տաներից որ տա ուղղակի։ Morning comes with the early summer light. Ոյ հենց էս էի ասում, որ կոպ չունեմ, նակ ես քաղաքը ես շատ շատ եմ սիրում։ Բայց որ սենց ցուրտ օր չի կարում սենց հանգիստ վայելի։ Միշելի հետ որ նոր խոսում եմ Մայամիում է։ Սիրուն տակ արևա դրսում պայման է։ Tender wind dancing on my skin. Այ էս ավտոբուսը, ավտոբուս ասեմ, ավտոաս։ Հիմա չգիտեմ աշխատում է թե չէ, բայց ես հենց վիդեո եմ անում, հետևը աշխարհը քանդվում է։ Այդ ավտոբուսերը որ կա, իրենք ջրային են, ոնց որ քայլում։ Տակ ժամանակ ցած գնում է։ Ինչ-որ տուր են անում եւ այլն, հետո արդեն ջրի մեջ անգնում։ Ամրանը տեսել եմ, բայց հիմա չգիտեմ աշխատում է թե չէ։ Քայլում ենք դեպի Quincy Market։ Ժամը 4:16 է, 20 րոպեից արևը մայր է մտնում։ Մտնում ենք Quincy Market։ Ներսում սենց երկար միջանցքա տարբեր ռեստորաններով, ուտելու տեղերով։ Ներսի տաքությունը գնահատում ենք 10-ից 10, որտեղ հաճելի է հազվեն ցրտից հետո, բայց այստեղ իմ համար սենց շատ գերագնահատված տեղ է։ Ուտելիքները, որ ասեմ շատ լավն են, տենց չէ, բայց սենց փորձառության համար հաստատ արժի գալ։ Գնացիք ուրիշ տեղ։ Ladies, can you put Anna in between you two? That way she's safe. Yeah, don't be selfish. You already had your life. You gotta do it like this. Come on, black man. You gotta do it like that's right. Now, you gotta turn it around. Ուրեմն միշտ ճամփորդելուց ասում եմ լավ էս շոուները որ անում են, ով է նայում, էլի խին էսքան հա։ 10 րոպե տեխնոլոգիացի նայում է հետաքրքրությամբ։ Ոյ, սա Սիբիրը սկսվել է արդեն ահավոր ձուրտ է, դրա համար գնում ենք խանութներ։ Ես էլ դուրսում չեմ կարող քայլեմ։ Sephora-ի կողքով անցնում, ես չեմ կարող չմտնեմ։ Charlotte Tilbury brand-ը սենց որակ, իհարկե շատ թանկ են ամեն ինչը, բայց շատ լավն են, սենց որակը 10-ից 10։ Իմ ամենասիրելի կանսիլերները սրանք են։ Իմը 6.5-ն է, գույնը,
Արդեն մի քանի անգամ վերջացել է, նորն եմ գնել ու շատ լավն է։ Որտեղ Վարդագոյն, ընդեղ ես։ Օխր սենց շատ գրավիչ է, հələ իմ սիրելին այստեղ է։ Սելենային շատ եմ սիրում, այնքան ուրախ եմ, որ իր բրենդը այդքան լավն է։ Ամենալավ բլաշերը։ Էս էլ եմ վերցրել, բայց այս վրայի բանը շերտը այսինքն փոկվում է ժամանակի ընթացքում, չգիտեմ, կարող է մի հատ ձեռքից տնկնի, փոկվի, ու այս տակին եթե ձեզ թվում է բլաշ է, այս մեկը արդեն պլաստմաս է, այս չկա։ Բայց օրինակ ոչ բոլոր պրոդուկտներն եմ սիրում, կարծեմ որն է փորձել։ Հա, կանսիլերներ։ Այս էլ օրինակ չեմ հավանում այդքան։ Աչքի տակը որ բացացնում է, կանսիլերն եմ փորձել, կարծեմ էլի տենց հեսեր կամ տոնայներ կամ կանսիլերը, ծանր էր նստում։ Դեպեսել Եթե հետաքրքիր է, Սելենայի նոր դուխին է, Rare Beauty, վանիլի հոտ ունի ու շատ լավն է։ Եթե վանիլային հոտեր տենց քաղցրոտ թեթև սիրում եք, այս մեկը կհավանեք։ Rihanna Fenty, չգիտեմ դաժե որ մեկը ցույց տամ։ Այս սրանից ունեմ հրաշք ուղակի, եթե այս երանգները սիրում եք, սենց սպիտակ շատ սիրուն են։ Ես հիշում եմ, որ առաջին անգամ օգտագործել ու ինչ-որ story էի արել, չի ասել էլի, որ հատուկ highlighter-ը քսել եմ նայեք, ինքան reply եղավ այդ story, որ ես ինձ սիրուն է highlighter-ը, բաս ինձ իհարկե գինն էլ է սիրում, բայց հաստատ արժի։ Եթե լավ highlighter եք ուզում ու չեք ափսոսում, այս վերցրեք։ Մտանք խանութ, դուրս եկան գիշերը արդեն։ Ես ինձ սիրուն է, ոյ։ Մոդ։ Ստեղ իդեպ սկսել են արդեն նոր տարվա այդ Christmas-ի զարդարանքները։ Հասել եմ Բոստոնի Chinatown-ը։ Հասանք։ Այս փոքր տեղն է։ Թե գինը հետաքրքիր է, օրինակ վերցրել եմ սաղմոն ավոկադո մակերոլը $7, spicy salmon hand roll-ը, այլի $7։ Այս մեկ ավելի մեծ է պատկերացնում, այս hand roll-ը, բայց ինձ թվում է հերիք է։ Այս մայոնեզը ես եմ ասել որ ավելացնել։ Այս հենդրոլը, հենդրոլ այդանջան, այս ոնց են ուտում, հենց սենց, բրինձա, վրան սաղմոնա ու վրան խրխրթան բաննա, տեմպուրա։ Քրորտն եկա, սաղմոնն է կծու սոուսով ու մեջը քրիսպի բաներ այս խրխրթան, ամենահամով ես եղանակին ես գնացել եմ մարոժնի ուտեմ 7 օր մարոժնի ուզում, լավ 3 օր, իս ինչ Stranger Things-ն է, իս ինչ է քաղաքում ամեն մի անկյունից սենց սուխ է դուրս գալիս Ben & Jerry's այս հրաշքի համար երբ որ պաղպաղակ եմ ուտում այ այս տեքստուրան եմ սիրում Ուրեմն քանի որ ստեղ 10 ժամը հələ ու ես շատ ուշ եմ քնում, մենք հիմա կանենք unboxing։ Wavy Talk մազերը հարդարելու համար իմ Dyson-ը ստեղ չի աշխատում, ոչ մի այդ ադապտեր բան չօգնեց ու դրա համար ես եմ վերցրել, որովհետև էլի եմ հաստատ հոգունենց մոտ գալու, $50 ենք վճարել, ռևյուներով բանով սենց պիտի որ լավը լինի։ Կա հետը նախ մի սիրելի գույնն է Ես ինչ ուրախ եմ Սա ներկա Ստեղ շատ հայտնի է Revlon Ղայթանջան Revlon-ի են սրա նմանելի հարթուկները մազի բայց գրած էր որ այդ վառում է մազերը բան եւ այլն դրա համար Հեսա գնամ լողանամ փորձարկենք մի անգամից Իրոք off on Ես չի բանանում սենց
Բան, heated round brush։ Ես գիտեմ Սվեյնի նման է, պարզումա չեմ։ Հա զուտ ինքը տակ, սա նրա էլի։ Ամենասիրելի սպրեյ մազերի, որ միշտ կոմպլիմենտ եմ ստանում, թե էդ ինչ հոտանուր։ Ու հիմա դիզից ուղիղ սիրուն մազեր։ Ոնց որ հարթուկ է էլի մազերի ծուխը։ Չէ։ Ասեմ, որ իմ մազերը շատ բարակ են։ Միջին էլի, շատ հաս չի, շատ բարակ չի։ Լավ էլ ֆենեց, մենք հիշենք before-ը, գնացինք սերիալ նայելու։ Կոմպերսը։ Իդեպ երկրորդ անգամ նայում Stranger Things-ը, անսահման շատ սիրում եմ, նենց որ եթե դուք եք նայել կամ նայում, ընթացքի մեջ եք գրեք կոմենտներում։ Եթե հարցնեք խեմսինգը, մոտ, ոյ։ Բարի լույս, այսօր վերջին օրն է Բոստոնի, ոսի ուղնոկը։ Այս էլ իմ նոր ճամպրուկն է, միջին չափսն են, ամենամեծից մի հատ փոքրը, շատ լավն է, նենց լավ զեղջով եմ վերցրել, $65։ A little bit of your touch wouldn't be enough. It's only just more than nothing. Հիմա սրճանում եմ, պետք է մի ժամ սպասեմ, ինչեւ որ հոգուրը գա մեքենայով, ու այսօր հետ գնանք Կոնեկտիկուտ, ու կարող է գնանք թանգարան։ That's for sure. Nothing ain't enough. And that's for sure. Ուրեմն ես հանդիպել եմ հորաքրոջս ու քրոջս Դվայորնի։ Մենք եկել էինք Իսաբելա Գարդներ թանգարան։ Ուրեմն S ու S, որ տեսնում եք, ու էլի մի շարք գործեր 1990 թվականին ոնց որ գողացել են ու համարվում է Ամերիկայի պատմության մեջ ամենախոշոր գողությունը։ Ու մինչև հիմա ոնց տեսնում եք չի բացահայտվել։ Եթե չեմ սխալվում, 13 գործ են գողացել, գիշերը եկել են, 13 գործը հավաքել են ու տենց գնացել են, կարծեմ 80 րոպե է տևել։ Այս աստեղ ասում է ինչ նկարներ են գողացել։ Հեսա հա 13 գործ 90 թվականին։ Բարի լույս, Բոստոնից ուղիղ անցում են կատարում Կոնեկտիկուտ նահանգ, որտեղ որ հորաքույրս է մնում։ Ամերիկայի հիմնական այցի ոնց որ գլխավոր նպատակը հոգուրենց տեսնելն էր ու իրենց հետ ժամանակ անցկացնել։ Հիշում եք Բոստոնում են վերարկուն են սև գույնի, որ վերցրեցի, էտա։ Սենց սիրուն առաքել են, հələ չեմ փորձել։ Բակա։ Ահա։ Ոնց է սկսում ու ոնց է անցնում իմ օրը։ Stranger Things-ը սուրճով ու պապիկի հետ նարդին։ Հիմա դու ասա, տանեմ թե տանեմ։ Տար այսօր, արի փորձի տանես։ Փորձեմ, ինձ մարակսում այա, արդ։ Եսքո հաջողության մոմենտը դարմար ձայնագրում է։ Բա։ Նադել է հաջողությանը, տարվելուց նադել կրեք այա։
Oraman kahvesi. İksilapsi. Bu intilikler. Günahsa günahsı. Düşüşlüydü. Bizleri kındırı falan. İşte kova yaptı. Kova. Başında. Yine bir paket. Nein. Ne diyeyim? Գիվիոնի բաժակն է, համերգին որ գնացել ենք բանը, VIP մերչի մեջ էս էր մտնում։ Անցած տարի նորմալ մայկա են տվել, կամերան նկարում է։ Անցած տարի մայկա են տվել, ես անգամ տենց պապիկին եմ նվիրել։ Շատ տիպիկ ամերիկյան ֆիլմի բան է, չէ՞, սենց իմ տները որ լինում են։ Պայսակ է պատվիրել online, Instagram-ով հագուված բերեց, ասել է պատվիրեմ, որովհետև սենց տեսա մանավանդ կենեց քանսը follow-ին է դեջին, ասի վստահելի է։ Նոյեմբերի 3-ին պատվիրել եմ, նոյեմբերի 20 քանիսին հասել է Ամերիկա։ Եսին որտեղից Չինաստանի, այս անունն է։ Nice. All the affordable, luxurious vegan bags. This some quite vegan ever no. Nice. Որ տոն ունենակ, առաջին բանը, որ վերցնեք, այդ ամաններ լվանալու սարքն է։ Հենց տուն վերցրի, առաջինը, այս դնում ենք ներսը, հապում ենք, մի ժամ լվանում է, մի ժամ չորացնում է, հալո, այսր, սա։ Ուրեմն, այսօր լեգենդար պահնակ է, ներկում ենք մազերս, վերջերս բլոնդից անցում եմ կատարել այս գույն, նայք իմ նոր բզնոցը, այս սիրտը ինձ թվում է շատերը նկատել են, Instagram դե անընդհատ իմ վրա է, վրան գրված է 222, շատ լավ երանգ է, բայց այն որ սենց մուկ սարը կարիճնիվի կա, այդ երանգն եմ ուզում մարմատներս։ Անցավ մոտ 35 րոպե, եթե ոչ արդեն 40, վայ անհամբեր եմ, հուսամ, ոնց որ սենց մուկ է, չէ՞, մուկ է, որ իմ ուզած գույնն է եղել, բոլորին մարծինիմ, վայ, որ բալիում ենք, վայ, անթատ է ասում, ոնց որ մի 70 տարի առաջ ջահել ժամանակներս գնացել է բալին, ինձ նոստալգիա ապրեցի, 2 ամիս առաջ էր։ Հա, մկվել է, վայ հուսամ որ չորացնեմ օքեյ կլինի։ Պատրաստ եք գույնը ցույց տամ։ Չգիտե, գույնը իմ համար։ Ցելը, հազարատ սալոն։ Մեկ մտքով սոնցնում է հիմա, սենց չոկա կտրեմ։ Բայց լավ կլներ այդ դեպքում սենց այս տեղից լիներ գոնեմ ազերս, այս հա, ճիշտ է, հենամ, всё, իմ հարցի պատասխանը, կուզեի սենց չոկա շատ, բայց եթե մազերս երկար լինեն, այս կարճության հետ, բայց մազերիս գույնը գնահատում ենք 10-ից, լավ 9, տեղ թողնենք, իսկ վաղը գնում ենք արդեն Նյու Յորք, որ ընդեղից բաննա թռիչքսը, հետ Հայաստան։ Ես էլ ցույց տամ, հələ ստեղն եք, Stranger Things-ի բաննա, Խլոպյանը, կվարտալի շենքերն է, հասել եմ օդանավակայան արդեն, 2 հատ մեծ ճամփրկուն էի հանձնելու, 2.5 կիլո ամեն մեկը ավել էր, բայց ինձ բարեհաջող տվեցի, այս թռիչքը բանով է, Brussels Airlines-ով է, սրանով երկար տենց թռիչք չեմ հիշում, գնացել եմ թե չէ,
Էսա կանջականներն է, էսա ձելն է, էս էլ փիվին է։ Էս եղունգներիցս էլ բան չի ունացել, էս մատս օգվում էր հենց նոր։ Էս վերևը որ ջամփրուկն ենք դնում, այդ ջամփրուկը որ սենց հրեցի, մատս, այս մեջտեղի մատս մնաց արանք այս պապ։ Ախ ինչ բան վրես անգալ։ Իսկ երևի այդ ներքն է բանի ջամփրուկի եղունգս էր։ Այսօրվա entertainment-ը ֆիլմերն են ու գրքեր։ Այս մեկը Dear Dolin առաջինն եմ կարդացել, շատ լավն էր, նշումներից ինձ թվում է պարզա ու իր հիմնական ավելի հայտնի գիրքն եմ արդեն գնել։ Հուսամ էս էլ ալա, որտեղ լիքը լավ ռևյուներ եմ լսել։ Ունենք 7 ժամ այս ամբողջը սպառելու համար։ Այս վլոգը այսքանով ավարտվում է։ Մերսի, որ մինչև այստեղ նայեցիք։ Եթե հետևում եք, մերսի, եթե չեք հետևում դեռ ինձ YouTube-յան ալիքում, այստեղ կարաք ներքևի կարմիր կոճակը սեղմեք ու բաժանորդագրվեք, որ հետագա վիդեոները բաց չթողնեք։ Այսքանը ձեր հետ է ես, Ագնեսը, հաջողություն։